Այսօր ես կխոսեմ մինյութի վերաբերյալ, մինյութից, որի վերաբերյալ մտահոգված եմ, թե որպես անհատ, թե որպես եկեղեցու մի մասնիկ և թե որպես Տիրոջը ծառայող։ Կխոսեմ մարդկային շփումներից, հարաբերություններից, որոնց մեջ մտած մի աղվես կա, որ փորձում է փչացնել այդ հարաբերությունները։ Կխոսեմ կեղծավորությունից։ Թե ինչ է կեղծավորությունը, ինչից կարող է առաջանալ կեղծավորությունը և երրորդ, թե ինչպես զգուշանալ նրանից։ Սկսենք առաջինից։ Ինչ է կեղծավորությունը։ Լինել ոչ անկեղծ։ Երկ երեսանի։ Հայաստանում շատ օգտագործում այս խոսքը, որ ասում եմ, դիմակը պատռվեց։ Ինչ պատճառներով այն մարդը, որ շատ ջերմ և այլը հանկարծ կամ քո հաջողության կամ ինչ որ մի բանից մեկ է տեսնում ես, այս մարդու կերպարը փոխվեց, ու ասում ես, վաու, փաստորեն այսքան ժամանակ ու հանկարծ այս դիմակը պատռվեց։ Միգուցե դա 10 օր առաջ էր այդ դիմակը առաջացել, չեմ կարող ասեմ, բայց եղնում է իրավիճակներ, որ բացահայտվում ասում ես, վաու։ Հետո էլ ինչ է կարող կեղծավորություն լինի, շողոքորթ խոսքերը, գցնվող իրավիճակը, նաև նշանակում է ձևացնել մի բան, իսկ իրականում լինել ուրիշ։ Նշանակում է նաև չունեցածը ցուցադրել ունեցածի պես, իսկ ունեցած հանցանքը, մեղքը չունեցածի պես։ Որպես վառ օրինակ ունենք Հուդային։ Ինչ տեղի ունեցավ։ Մոտենում է նա և համբուրում է Հիսուսին, այդ համբուրով ճակերտավոր սեր ցույց տալով։ Բայց նա արդեն, ուշադիր եղեք, իր սրտում և իր գործով մատնել էր Հիսուսին, բայց ցուցադրական գալիս էր, վարդապետ, չէ՞։ Կարծում էր, բան չի կորցնի, ով կիմանա, որ իր արածի մասին։ Հետո ասում էր, միգուցե այս ամենից հետո օգուտով դուրս կգամ։ Հարաբերությունները չի փչանա, մարդիկ չեն իմանա, ընկերությանը վերջ չի լինի, չէր սպասում, որ հանկարծ Տեր Հիսուսը այս խոսքերը կասեր իրեն։ Հուդա, համբուրելով ես մատնում մարդու որդուն։ Եվ այդտեղ ինչ տեղի ունեցավ, ցավալի իրավիճակ։ Կոպիտ ասած, ոնց որ սկզբից ասես, պատռվեց դիմակ իր մնացած ծառայակիցների առջև, Տիրոջ առջև և հետո հետևանքը գիտենք, որ գնում է և իր կյանքին վերջ դնում։ Այս վատ երևույթը տեղի ունենում մեր օրերում էլ նույնպես։ Աստվածաշնչում մի համար կա, ճիշտ է, չեմ հիշում, որտեղ էր դա գրված, բայց այս ձևը ասում, բարեկամի տված վերքերը ավելի խորն են լինում։ Դրա համար է Սուրբ գրքում նաև մյուս համարն ասում, երբ որ գիտես դիմացինի դեմ ինչ-որ մի բան ունես, կամ ինքը քո դեմ մի բան ունի, թող են կարևոր զոհդ, մի քնացնիր, մի ներսդ գցիր, մի ասիր, այլ գնա, Սուրբ գիրքն ասում, երբ որ երկուսով մենակ եք, առանց երրորդ մարդի, նա իր աչքերի մեջ աս ախպերս կամ քուրս այս հարցով դու ինձ նեղացրիր կամ ես քեզ նեղացրի։ Եթե չենք անում սա, պահում ենք մեր ներսում, կամաց սկսում ես ուրիշների հետ խոսալ, բա գիտես սա իմ հետ ինչ արավ, ու այս խեղճն է, որ լսում է, հետո ինձ տենում է, արդեն աշկերտս մեջ չի կարում նայ։ Ասում ես, այ մարդ քեզ ինչ եղավ, լսել է բաներ ու սիրտը փոխվել է, արդեն կեղծավորությունը գալիս է, դրա համար Սուրբ գիրքն ասում է, սիրելիներ, լուծեք ձեր հարցը, չէ՞։ Կեղծավորությունը տարածված է մարդկային գործունեության գրեթե ամեն բնագավառում, կեղծի քաղաքականության մեջ,
Կեղնի արևտրային գոտում, սպորտային, ովքեր են ֆուտբոլին հետևում, ես է, այդ սպորտային կեղծիքը գիտեք որն այն, որ ոտ ինչ կպացն են ծնգնում, գորրում են, մտում ես իմ աշխարհը քանդվեց, այդ է կեղծիքի մի բան է, չէ՞։ Հետո կարող ենք եղնել նման իրավիճակներ ընկերության մեջ և նույնիսկ կրոնական դաշտում, հավատացյալ ժողովրդի մեջ, և սա անկեղծ ասած, թե մեղք է և թե դիմացինին ցավեցնող։ Որոշներս անձնական ցավեր ենք քաշել մեզ հանդիպած կեղծավորություններից և որոշներին միգուցե մենք ենք պատճառ հանդիսացել, որ ցավեցնենք։ Աստված գիտի, չի բացառվում։ Կարդալով Աստվածաշունչ Մատթեանը տասնյակ տեղեր կարող ես հանդիպել կեղծավորության, կեղծավոր բառի և կեղծավորության մասին։ Միայն 20-ից ավել, եթե ոչ 30-ից ավել անգամ հիշատակվում է նոր կտակարանում, այն էլ մեծ մասը Հիսուս Քրիստոսի շուրթերից դուրս եկավ, որ այդ բառը հանդիմանում էր կամ ուսուցում էր տալիս զգուշանալ կեղծավորությունից։ Եթե կարդում եք Աստվածաշունչը, ինձ թվում է մենակ ինձ չի հանդիպել, դուք էլ նույնպես հանդիպած կեղնեք։ Կուզեմ կարդանք միասին Մատթեոս 23 գլուխ 25-ից 28 համարը։ Վայ ձեզ դպիրներ և փարիսեցիներ, կեղծավորներ, որ մաքրում եք բաժակի և սկավառակի դրսի կողմը, բայց ներսևանց լիքն եք հափշտակությունով և անիրավությունով։ Կույր փարիսեցիներ, առաջ մաքրիր բաժակի և սկավառակի մեջը կամ ափսեի մեջը և նրանց դուրսն էլ մաքուր կլինի։ Մինչև 28-ը, չէ՞։ Վայ ձեզ կեղծավորների, դպիրների և փարիսեցիների, որ նման եք ծեփած գերեզմանների, որոնք արտաքուստ գեղեցիկ են երևում, բայց ներսից լի են մեռելների ոսկորներով ու ամեն տեսակ պղծությամբ։ Դուք նույնպես արտաքուստ արդար եք երևում մարդկանց, բայց ներքուստ էլ կեղծավորությամբ և անօրենությամբ։ Ինչի էր Հիսուս հանդիմանում կեղծավորությունը դպիրների և փարիսեցիների մեջ, որովհետև շեշտում է, որ նրանք կարևորությունը դնում էին դուրսը, դրսիցիոն այն ծածուկը մեկա մարդ չի տեսնում, ծածուկում ուզում բամբասեմ, ուզում դատեմ, ուզում կեղծեմ և այլը, այնով անայեմ, բայց Տերը շեշտը փոխում է, ասում է սկզբից ներսդ թող մաքուր լինի, ներսդ պայծառ լինի և ներսի այդ կյանքը կգա դուրս և ամենը իրար հետ կշողշողան, ճիշտ է, ամեն։ Սա խոսեցի, թե ինչ է կեղծավորությունը, հիմա երկրորդը, ինչից կարող է առաջանալ կեղծավորությունը։ Մի բան, որ առաջի անգամ սենց տպավորված երևում է, դա մարդկանց հաճոյանալու ցանկությունը, երբ որ դու ուզում ես դիմացինիդ հաճոյանաս, երբ ավելի շատ փնտրում ես մարդկային փառքը, քան Աստծուց եկող գովասանքը ու Աստծուց եկող գնահատականը քո հասցեին։ Մի հատ համար կարդամ և բացատրում է իմ ասացի իմաստը։ Հովհաննես 12-րդ գլուխ 42-ից 43 համարը։ Բայց և այնպես իշխաններից շատերը հավատացին նրան, սակայն փարիսեցիների պատճառով չէին դավանում, որ ժողովարանից դուրս չնետվեն, որովհետև պատճառը մարդկանց փառքը ավելի սիրեցին, քան թե Աստծո փառքը։ Այստեղ նաև տեղի է ունենում ոչ միայն մարդկանց փառքը ավելի սիրելը, նաև նրանց երկյուղը, նրանց վախը, ճիշտն ասած, որ ինչի, որ այդ հետևանքների պատճառով կարող են դուրս մնալ։
Հիմա հարց եմ ուզում ուղղեմ մեզ։ Քո հավատքի դավանանքի պատճառով եկեղեցուց դուրս համարձակվում ես ամենուր դավանել քո հավատքը, թե մտածում ես, որ չես ընկալվի եւ դուրս կմնաս քո այդ միջավայրից։ Այս հարցը ուզում եմ ինքդ դու պատասխանես, բայց անկեղծորեն։ Արդյոք դու քո հավատքի համար համարձակ դավանում ես քո մյուս ընկերության կամ շրջապատի մեջ, որոնք որ եկեղեցում չեն։ Եկեղեցում հեշտ է, գիտես, չէ՞։ Սա ձեռք են բարձրացնում, ձեռք բարձրացնես։ Ալելույա են ճվեմ, ալելույա ճվաս։ Հոգին այստեղ է, ազատություն է, բայց դու ու երբեմն էլ քո վախերն են, կամ քո հավատարմությունը, կամ քո Տիրոջմով զորացած ընթացքը, ու դու որոշում ես կայացնում դուրսը։ Եթե չես սիրելիներ, այստեղ երկու դիմակ է գործում, որ պետք է այն մեկի հարցը արագորեն լուծել։ Մի հատ համար Հակոբոս 1:22 ասում է, բայց խոսքը անող եղեք եւ ոչ միայն լսողներ ձեր անձերը խաբելով, չպահելով, չկատարելով Աստծո խոսքը սիրելիներ, մեր կյանքերում, մեր գործերում, մեր որոշումներում տանում են կեղծավորության։ Մենք ասում ենք Տեր, մենք սիրում ենք քեզ, Տերն էլ մեզ գիտես ինչ է ասում։ Լավ ես ասում, ինձ սիրողը իմ խոսքերը կպահի։ Ու սա մեզ մար հայլի է։ Երբ որ դու քննում ես քո կյանքը ու տեսնում ես այդ խոսքերը չես պահում, էլ ինչու ես ասում, Տեր, քեզ համար ամեն ինչ կանեմ։ Չէ՞։ Սա հարց է։ Մեզ որ կարանք հետո նայենք եւ շտկվենք։ Մատթեոս 6-րդ գլուխ 1-2 համարը կկարդամ եւ 5-րդ համարը։ Զգույշ կացեք, որ ձեր ողորմությունը մարդկանց առաջին չանեք, նրանցից տեսնելու համար, եթե ոչ, վարձք չունեք ձեր հորիցը, որ երկնքում է։ Արդ երբ որ ողորմություն անես, փող մի հնչեցնիր քո առջև, ինչպես կեղծավորներն են անում ժողովարանների մեջ եւ փողոցների մեջ, որ փառավորվեն մարդկանցից։ Ճշմարիտն եմ ասում ձեզ, նրանք իրենց վարձքն առած են։ Ասма երբ որ ողորմություն անես, թամբուկ մի վեկալ, աշխարհով, TV-ով, social media-ով միասի, լսեք, էս եմ արել։ Եթե անում ես ուրիշները տենալու են ասել են, վաու, այս մարդը էս ինչեր է անում, բայց դու ինքնագնահատական մի տուր։ Մի քո անձը փառավորելու մեջ գնա, այլ ծածուկ ու մարա ու Տերն ասում, ծածուկը տեսնողը հայտնապես քեզ կհատուցի։ 5-րդ խոսքը ինչ ասում։ Բայց ցույց տամ ձեզ, թե ումից, հակառակն եմ կարդալ։ Եվ երբ որ աղոթք անես, չլինես ինչպես կեղծավորները, որովհետև նրանք սիրում են ժողովարանների մեջ եւ հրապարակների անկյուններում կանգնած աղոթք անել ինչի համար, որ մարդկանց Երևան, ճշմարիտ ասում եմ ձեզ, որ նրանք իրենց վարձքն առած են։ Այն ամենը, այն մի շարժարիթը, այն ինչ լավ գործը դու անում ես, բայց շեշտը ճիշտ տեղ չի, քո անձի եւ քո փառքի բարձրացման համար, այս կեղծավորությունն է ժողովուրդ։ Ողջ փառքը տանք Տիրոջը։ Ամեն։ Հիմա մինչ կանցնեմ երրորդին, թե ինչպես զգուշանալ կեղծավորությունից, մի դրվագ էլ կա նոր կտակարանում, որ ուզում եմ անդրադառնամ։ Մի պայծառ օր էր, աշակերտների մոտ լավագույն վիճակ, ոնց որ այսօր մեր մոտ է, ժողովուրդ ջան։ Հիսուսն իրանց հետ էր, ոչ մի բանի պակաս չկար, ուրախ, զվարթ, պատվի արժանացած են, ժողովուրդը միշտ իրանց գովում են, Հիսուսին հարսանիք էին կանչում, իրանց էլ հետն էին կանչում։ Կոպիտ ասած, թուրները աչ ու ձախ, ոնց ասես կտրում էր։ Ուրախ էին, զվարթ էին, հարգված էին, եւ հանկարծ իրենց Տիրոջից Հիսուսից լսում են ուսուցում,
պատգամ կամ խրատ կեղծավորության հանդեպ։ Ինչ եք կարծում։ Նրանք այդ ժամանակ կեղծավորության մեջ էին, երբ որ Հիսուսը այդ խոսքը ասեց։ Ես կասեմ ոչ, չեմ կարծում, այլ նախապես իմանալով թշնամու չար ծրագրերը, նախապես սովորեցնում էր իր աշակերտներին, որ լինեն զգաստ, իրենց հաստատությունից չընկնեն, թույլ չտան այդ աղվեսը, այդ կեղծավորությունը ներթափանցի իրենց ներսը։ Այսօրվա իմ այս պատգամը նույնպես մեզ զգաստ պահելու համար։ Չմտածեք, որ ես ինչ-որ մի կեղծավորություն եմ մեր մեջ տեսել ու հետ եմ ասում, չէ, այլ ոնց որ Տեր Հիսուսն էր ուզում, որ իր աշակերտները զգաստ լինեն, այնպես էլ ես ուզում եմ, որ այս պատգամը մեզ զգաստ պահի, որ երբ որ հանդիպես կեղծավորությանը նրա առջև դուռը փակես, ոչ թե դուռը բացանես։ Այս համարը, որ կկարդամ, այս պատգամը հենց ծնվել է այս համարից։ Ղուկաս 12-րդ գլուխ կկարդամ 1-ից 3 համարը։ Այն միջոցին, երբ որ հազարներով ժողովուրդները դիզվում էին, մինչև որ իրար կող էին տալիս, պատկերացնում եք ինչ վիճակ աշակերտների մոտ, հազարներով մարդ գալիս են, իրանք էլ Հիսուսի աջ թևերն են, 12 հաց հենց փառքի մեջ եւ այլը, ու հանկարծ Տեր Հիսուսը էս ասում, սկսեց իր աշակերտներին ասել, ժողովրդին չասեց, իր աշակերտներին, առաջ ձեր անձերը զգուշ պահեցեք փարիսեցիների խմորից, որ է կեղծավորություն, որովհետև ոչինչ չկա ծածուկ, որ չհայտնվի եւ թաքուն, որ չիմացվի։ Ուստի ինչ որ խավարումը ասեցիք, լույսի մեջ կլսվի, եւ ինչ որ ներսի սենյակում ականջում խոսեցիք, կտուրների վրա կքարոզվի։ Պատկերացնում եք, աշակերտներին Հիսուսը ուսուցում էր տալի։ Չէր ասում, ես ձեզ բռնացրեցի կեղծավորության մեջ, ասում էր, առաջ դուք ձեր անձերը զգուշ պահեցեք կեղծավորությունից։ Եվ հետո հաջորդն էր ասում, այն որ իրար ականջի սենյակներում թաքուն պսակ աշոտից, կներեք ինձ եմ մոյնում, հիշեք, որ մի օր պետք է քարոզվի, որ չի կարելի եղբորդ դատես, չի կարելի եղբորդ անհարգես, այլ գնաս սիրիր, հաշտվիր, ներիր, արձակիր, չէ, ծածուկ բան չկա, մի օր պետք է ի հայտ գա։ Հետո օրից մի օր ասում են, օրա, այս երկուսով ենք խոսացել, այս լուրը ոնց հասավ այս մարդուն, ոնց իմացավ։ Լուրը գնում է։ Ծիտիկի պես թռնում է ու հասնում, չէ։ Երրորդը, ինչպես զգուշանալ կեղծավորությունից։ Ամենակարևոր եւ հեշտ բանը, պարզապես քննիր ինքդ քո սիրտը։ Թե արդյոք քո բոլոր խոսքերը, թե արդյոք քո գործերի եւ խոսքերի շարժառիթները մաքուր են։ Թե ինչ որ մի հետապնդում կա, ուրիշին գցելով դու քեզ բարձրացնես, չէ՞։ Կամ ուզենաս ինչ ասեմ, էլի նույն տիպի, նվաստացնես մեկին, կամ ծաղրես մեկին։ Քննենք մեր սիրտը, արդյոք համապատասխանում է Աստծո խոսքին, արդյոք մենք շարժվում ենք Աստծո խոսքի հիման վրա։ Խոսենք ինքներս մեզ, թե արդյոք իմ կյանքը համապատասխանում է այն բանին, ինչ որ ես խոսում եմ, կամ էլ սովորեցնում եմ։ Այն ինչ որ սովորացնում ենք ուրիշներին, մենք մի հարց տանք, արդյոք ես ինքս պահում եմ։ Մի հատ տեղ կա գրված, ասում է փարիսեցիները, իրանք սովորեցնում էին, բայց իրանք չէին անում, մատը մատին չէին տալիս, որ իրանք սովորացածը պահեն։ Ու հետո Հիսուսն ասում է, դուք չնմանվեք իրանք։ Դուք չնմանվեք իրանք, դուք նմանվեք ինձ, իմ խոսքը պահելով։ Ամեն։
Մատթեոս, այդ համարը Մատթեոս 23:3 մագրած։ Եվ երբ որ քննում ես քեզ եւ հանկարծ բացահայտում ես, որ ինչ որ միտեղ կեղծիքներ կան, ինչա պետք, կարևորագույն բաներից մեկը, գանք Տիրոջ առաջ խոստովանությամբ։ Եվ թույլ տանք, որպեսզի Սուրբ Հոգին իր աշխատանքը տանի մեր սրտերին, մեր մտքերին, մեր կյանքի բոլոր օրերի մեջ, որպեսզի այդ ամենը քանդվի ու նորը կառուցվի Սուրբ Հոգով մեր ներս, Քրիստոսապատկեր նոր մարդը բարձրանա մեր մեջ։ Առաջի Հովհաննես 1:9 այսպիսի համար կա գրված. Ապա թե մեր մեղքերը խոստովանենք, նա հավատարիմ է եւ արդար, որ մեր մեղքերը կթողի մեզ եւ սրբի մեզ ամեն անիրավությունից։ Հավատացողը ասի ամեն։ Բայց նախաբան կա, եթե մենք խոստովանենք, շատ հաճախ մենք բացահայտում ենք մեզ, որ ճիշտ չենք վարվել, մեր ներսում մի բան այն չի, չենք էլ բերում Տիրոջ առաջ։ Հիշի ինքը ծածուկը տենալու է, ոչինչ չի թաքնվելու, այն ամենախորը ծայրի, այն որ ասում ես ոչ մեկը չգիտի, Աստված տենալու է, Աստված լույսին է բերելու, բայց ավելի լավ է դու շուտ իմանալով, եթե ուզում ես առողջ լինես, բերես Տիրոջ առաջ, ասես Տեր ջան, ուզում եմ մաքրի, սրբի, որ ազատ եղնեմ, որ իմ աղբերների, իմ քուրերի հանդեպ կարողանամ պարզ աչքերով նայեմ, սիրեմ, ներեմ, օրհնեմ։ Սաղմոս 51:10 Կուզենամ սա լինի մեր աղոթքը նաև։ Սուրբ սիրտ ստեղծիր ինձանում, ով Աստված, եւ ուղիղ հոգի նորոգիր իմ ներսում։ Ամեն։ Հիմա էլ ինչպես զգույշ լինենք կեղծավորությունից։ Բացի այն, որ անկեղծ լինենք, բացի այն, եթե բան ենք բացահայտում, խոստովանենք Տիրոջը եւ այլը, պետք է մեր խոսքերը այնքան մաքուր եւ թափանցիկ լինեն, որպեսզի երկրորդ իմաստ կամ երրորդ իմաստ չնշանակեն։ Իսկ եթե հանկարծ տեսնում ես, որ քո բերանից արտաբերած խոսքը քո դիմացինի հանդեպ երկրորդ, երրորդ, չորրորդ միտք ունի, որ վերջում ասես դե ոնց ուզում հասկանա, ես ես մի բառն ասեմ, այն մի բառի տակին իրան կծեմ, այն մի բառի տակին իրան ոչնչացնեմ, հետո որ ինձ ասի, ասեմ, բայց ես քեզ էս եմ ասել։ Չէ՞, այս որ սենց անենք կեղծավորություն է եղնեմ։ Թող մեր խոսքերը ճակատ առ ճակատ ասելիս շատ պարզ եղնեն։ Եթե 2 կամ 3 միտք ունեն, քո ապահովության համար այդ 2 եւ 3-րդ միտքն է բացատրիր իրեն, որպեսզի դիմացինը հասկանալով ուրիշ բան չընկալի, չէ՞, ամեն ինչ պարզ եղնի։ Սա կօգնի մեզ։ Մեր խոսքերը եւ մեր գործերը թող բխեն մաքուր սրտից, մաքուր շարժառիթներով։ Հիշենք, որ Աստված ամեն բան կրկին տեսնում է, թող մեր շարժառիթները մեր սրտից բխող լինի մաքրությամբ, անարատությամբ։ Հիշում եք, չէ, վարձքի համար, ասում է վերջում, երբ որ Տերը վարձքը տալու լի, կրակը պետք է փորձի։ Ում կառուցածը կմնա, վարձքը կառնի։ Նեն չի, որ այսօր լիքը բարի գործեր արեցի, լիքը բաներ արեցիր, ամեն ինչ օքեյ է, չէ։ Այս ամեն ինչի շարժառիթը պետք է Աստված վերջում լույսին բերի։ Եթե Աստվածը հաճո վախի եւ սիրո հողի վրա եղել, միանշանակ վարձք եք ունենալու ձեր իմացածից էլ ավել, բայց եթե հանկարծ կառուցում ենք մի բան, որ մեր անձի, մեր եսի, մեր փառքի համար է, թեկուզ ծածուկում բացահայտվելու է եւ հետո լավ չի լինի։ Նաեւ սրա նրա աչքը մտնելու համար պետք չի շողոքորթել մարդկանց կամ կեղծ գովասանք անել, ինչա այս մարդու աչքին եղնեմ։ Այս էլ կեղծավորություն է, որը մեզ Քրիստոսի ժողովրդին վայել չի։ Վերջում ուզում եմ սա ասեմ, մի բան, որ ուզում եմ իմանալ, կեղծավորությունը երբեք թմբուկը չի վերցնում, զամ գալիս ասմալասի, ես կեղծավորությունն եմ, ինձ կընդունես, ինքս են սղոսկելով թաքուն գալիս է սկզբից,
թակմաստեղ։ Երբ որ դու տեղ ես տալիս, երբ որ բացում ես, գրածա որ թշնամին մռնչացող առյուծի պես ման է գալիս, թե ում կուլ տա։ Հիշի մեր թշնամին, սատանան տարբեր ձևի, տարբեր բաներով փորձում է մեզ։ Մեզ պետք է զգաց լինենք, մեզ պետք է նրա համար դուռը փակած լինենք։ Մեր շահերի համար ուրիշին ոտնահարելը դա պատիվ չի։ Կկորցնենք, թեկուզ դու ասես ինչ կիմանա, որ ես եմ եղել, բայց հարաբերությունները կփչանան, այդ աղվեսը իր գործը կանի։ Դրա համար այսօր մենք եկեղեցի ենք։ Պարզ նայիր քո քրոջ, քո եղբոր աչքերի մեջ, ասա ես քեզ սիրում եմ։ Ասա ես քո հետ խնդիր չունեմ։ Կամ ասա եթե խնդիր ունեմ, այս հարցով ինձ նեղացրել ես, բայց ես քեզ ներում եմ, արձակում եմ, ուզում եմ մեր մեջ այդ աղվեսը չկա։ Սեր, Աստծուց եկող սեր, որը որ բերում է բժշկություն։ Մենք իսկապես սիրելիներ, կանչված ենք ազատ եղնենք, ազատ Տիրոջ հոգու մեջ, ազատ նրա սուրբ հոգու պտուղների մեջ, լեցուն լինենք սիրով, խաղաղությունով, խնդությունով, բայց երբ որ սրտը թույլ ես տալիս մի քիչ կեղծիկ, փակվում է այդ պտուղների առատությունը։ Այն ինչ որ նայում ես 4 սենց նայում ես, ասում ես, բայց դու գիտես ներսից ուրիշ ես, բայց Տերը դա չի ուզում, Տերն ուզում է մեր ներսը բժշկված եղնի։ Մեզ պետք է խոսքը սիրենք, պահենք ու մեր անձերը քննենք Տիրոջ առաջ։ Ամեն։ 3 բան կեղծավորության հետ, ինչ է կեղծավորությունը։ Ինչպես է թափանցում եւ ինչպես զգույշ լինենք։ Բերեք բարձրանանք ոտքի։